Բարև ձեզ։ Սիրով ձեզ եմ ողջունում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ջանֆիդայի Էդվարդ Աշտոյանի անվան միջնակարգ դպրոցի Պողակի 11-րդ դասարանի աշակերտներ Մարիա Մանուկյանը, Սյուզաննա Թովմասյանը, Մերի Ամիրխանյանը և Գայանե Թովմասյանը։ Մենք մեր պատմության ուսուցչուհի Քաղցրիկ Ամիրխանյանի ուղղորդմամբ իրականացրել ենք նախագծային աշխատանք համաշխարհային պատմություն առարկայից, ընտրել ենք աշխարհակալություններ թեման, բխեցրել հիմնախնդիրներ, Ալեքսանդր Մակեդոնացին բռնակալ, թե հումանիստ առաջնորդ։ Կատարելով ուսումնասիրություններ ստացել ենք հետևյալ արդյունքը։ Ալեքսանդր Մակեդոնացին կառավարել է մեր թվարկությունից առաջ 336-ից 323 թվականներին, ստեղծել է նոր տեսակի աշխարհակալ տերություն, որն իր տարածքի մեջ ձգվում էր Հոնական ծովից մինչև Հնդուստան թերակղզի և Հիմալայյան լեռները։ Ալեքսանդրն համարվում էր աշխարհի խոշորագույն զորավարներից մեկը, որն առանց բացառությունների հաղթանակել են վաստակցած բոլոր ճակատամարտներում։ Մակեդոնական գահին բազմել է 20 տարեկան հասակում, հոր Փիլիպոս II-ի դավադրաբար սպանությունից հետո։ Ալեքսանդրն իր մահկանացուն կնքում է մեր թվարկությունից առաջ 323 թվականին Բաբելոնում, անավարտ թողնելով ծրագրված արևմտյան և հարավային ռազմաճավները։ Ալեքսանդր Մակեդոնացին թողել է հարուստ ժառանգություն։ Իր իշխանությունն ամրապնդելու համար նա հիմնել է շուրջ 70 քաղաք-աղոթներ։ Նրա ռազմաքաղաքական նվաճումների շնորհիվ ստեղծել է նոր տեսակի համաշխարհային կայսրություն, որտեղ արևելյան և արևմտյան քաղաքականությունները միաձուլվում էին հելլենիստական մշակույթի ներքո։ Չնայած նրա կայսրության կարճատև գոյատևմանը, Ալեքսանդր Մակեդոնացուն ջանքերի շնորհիվ հելլենիստական մշակույթի տարածումը դառնում է անդառնալի, հետագայում ձևավորվելով Եվրոպայի առաջավոր Ասիայի քաղաքակրթության հիմքը։ Ալեքսանդր Մակեդոնացին ներդրումը համաշխարհային ռազմագիտության մեջ համարվում է անգերազանցելի, իսկ նրա ռազմավարական հմտությունները մինչև օրս գործնական նշանակություն ունեն։ Մինչև այսօր պատմաբանները չեն կարողանում գտնել այն հարցի պատասխանը՝ ինչպես է ստացվել, որ Ալեքսանդր Մակեդոնացին ոչ մի ճակատամարտ անուն չի տվել։ Մենք կարծում ենք, որ Ալեքսանդր Մակեդոնացին եղել է հանճարեղ, հումանիստ առաջնորդ և ոչ թե բռնակալ, որին ի ապացույց դուրս են գրել հետևյալ փաստերը։ Փաստ 1. Ալեքսանդր Մակեդոնացին լինելով բազմակողմանի զարգացած կրթված երիտասարդ, մեծապես խրախուսել է գիտության և մշակույթի զարգացումը, բարձր է գնահատել իր կյանքում իր ուսուցչի Արիստոտելի դերը։ Այդ ամենի մասին է վկայում այն փաստը, որ Ալեքսանդրը միշտ իր հետ էր տանում մի տուփ, որի մեջ էր պահում իր համար ամենաթանկարժեք իրը՝ իր ուսուցչին նվիրած գիրքը՝ Հոմերոսի իլիական պոեմը, որի գլխավոր հերոսին էր ձգտում նմանվել նա։ Փաստ 2. Ուշադրության է արժանի Ալեքսանդրի հանդուրժողականության քաղաքականությունը, որի էությունն է հետևյալն է. քաղաքացիություն պետք է տրվեր ոչ միայն հույներին, այլև բնիկ ժողովրդին, ոչ հունական համայնքները պետք է ստանային շնորհներ և հովանավորություն իրենց տիրակալից, նրանց կրոնական ծեսերն ու հավատքը, սրբատեղիները պետք է հարգվեին ու պաշտպանվեին։ Փաստ 3. Քրիստոսից առաջ 334 թվականին Ալեքսանդրը սկսեց իր դեպի արևելք հայտնի արշավանքը և կարճ ժամանակահատվածում պարտության մատնեց տարե 3-ին։ Քրիստոսից առաջ 331 թվականին Գավգամելիայի ճակատամարտում։ Դեռևս Քրիստոսից առաջ 333 թվականին Հիսուսի ճակատամարտից հետո Ալեքսանդրը գերի վերցրեց տարե 3-ի ընտանիքին։ Ալեքսանդրը մեծահոգություն և արժանապատվություն դրսևորեց Դարեհի ընտանիքի հանդեպ, նրանց չնսեմացրեց, այլ վարվեց արքայավայել։ Քանի որ Ալեքսանդրն իրեն համարում էր ոչ թե Դարեհի ընտանիքի թշնամի, այլ պարզապես հակառակորդ։ Փաստ 6. Ալեքսանդրի մարդասիրությունը դրսևորվել է ոչ միայն արքայական ընտանիքի, այլ նաև հակառակորդի զինվորի հանդեպ։ Հանձնվող պարսիկ զինվորին Ալեքսանդրը որպես կանոն նրանց խնայում էր, նրանց տալով ընտրության հնարավորություն։ Նրանք կարող էին վերադառնալ իրենց տները կամ միանալ իր զորքին։ Արդյունքում շատ պարսիկ զինվորներ անցան Ալեքսանդրի կողմը, համալրելով նրա բանակը, արժանանալով վերջինիս վստահությանը։ Իսկ իր զինվորների համար կազմակերպում էր խնջույքներ, նրանց ամուսնացնում պարսկուհիների հետ, բոլորին տալիս հարուստ ընծաներ։ Փաստ 7. Ալեքսանդրը կռվում էր մինչև վերջ, երբեմն հակառակորդին պատժում էր այրելով քաղաքներ, սակայն դա ավելի շատ քաղաքական քայլ էր, քան անողջության դրսևորում։ Փաստ 8. Ալեքսանդր Մակեդոնացին առանձնահատուկ հարգանք էր վայելում Եգիպտոսում և առհասարակ արևելյան հասարակության շրջանում։ Դա պայմանավորված էր նրանով, որ տարիներ շարունակ Եգիպտոսը թալանվում էր պարսից նվաճողների կողմից, իսկ Մակեդոնացին այս երկրում ընկալվեց որպես ազատարար։ Ալեքսանդրը հեշտությամբ կարողանում է նվաճել Եգիպտոսը, ունենալով տեղացիների անմիջական օժանդակությունը։ Եգիպտոսում նա իրեն հռչակում է Աստծո որդի և եգիպտական փարավոնների իրավահաջորդ։ Տեղի քրմերի կողմից վերջինս մկրտվում է փարավոն և Նեղոսի դելտայում հիմնում իր անուն կրող առաջին քաղաքը՝ Ալեքսանդրիան։ Այսպիսով մեր թվարկությունից առաջ 290-ականներին Եգիպտոսում տարածվում էր Ալեքսանդրիայի պաշտամունքը։ Այս արձանիկը, որը եղել է երկրպագության առարկա, ամենայն հավանականությամբ ստեղծվել է նրա գերեզմանին կանգնեցնելու համար։
Փաստ 7. Ասում են, երբ Ալեքսանդրի զորքը վերադառնում էր արևելյան արշավանքից, հոգնազորքն ընտրեց կարճ ճանապարհը, որն անցնում էր անապատով։ Ջուր չկար, շոկն անտանելի էր։ Ալեքսանդրը դանդաղ քայլում էր զորքի առջևից, որպեսզի չտարբերվի նրանցից։ Զորքն ուժասպառ էր եղել։ Հույն հետախուզներին հաջողվում է ինչ-որ քարանձավում մի քիչ ջուր գտնել։ Նրանք աճուրը սաղավարտով մատուցում են արքային, բոլորն ասելով. «Խմիր, Ալեքսանդր, դու պետք է փրկվես»։ Սակայն արքան ասում է. «Արդյոք ես պիտի լինեմ միակ մարդը, ով պետք է խմի ամբողջ ջուրը», եւ շրջում այն։ Տեսնելով դա, զորքը մեկ մարդու նման կանգնեց ու ոգևորված շարունակեց ճանապարհը։ Փաստ 8. Երբ Ալեքսանդրը իմանում է Դարեհ III մանվան մասին, հրամայում է գտնել նրան եւ մահապատժին ենթարկել, դրանով դաս տալով բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն ձեռք բարձրացնել իրենց արքայի վրա։ Փաստ 11. Կորինթոսում Ալեքսանդրը հանդիպում է փիլիսոփա Դիոգենես Սինոպացու հետ, որը համաշխարհային պատմությանը հայտնի է իր սկզբունքայնությամբ եւ ցինիկությամբ։ Ըստ առասպելի, Ալեքսանդրն իր շքախմբով Դիոգենեսի մոտ գնում է այն ժամանակ, երբ վերջինս խոտերի մեջ կիսապարկած էր։ Արքան դիտում էր զարամյալ իմաստասերին, հարցնելով, թե ինչ է նա ցանկանում իր համար։ Կիսապարկած Դիոգենեսը, տեսնելով, որ Ալեքսանդրը կանգնել է արևի դիմաց եւ սվեր է գցում իր վրա, ասում է. «Մի քիչ այն կողմ գնա արևից»։ Երբ Ալեքսանդրը վերադառնում է, նրա խմբի մարդիկ զարմացած էին Դիոգենեսի հիմարության վրա, որ նա չօգտագործեց պահը մի արժեքավոր բան ստանալու համար։ Ի պատասխան սրա, Ալեքսանդրն ասում է. «Եթե ես չլինեի Ալեքսանդր, կուզենայի լինել Դիոգենես»։ Փաստ 10. Ըստ մեզ, Ալեքսանդրի մարդասիրության վառ դրսևորումներից կարելի է համարել նաև նրա կտակը։ Թող լավագույն բժիշկներն իրին իր ձեռքերի վրա տանեն, ու բոլորը տեսնեն, որ անգամ լավագույն բժիշկներն անզոր են մահվան առաջ։ Շաղ տվեք վաստակածս ոսկին ճանապարհին, ու թող բոլորը տեսնեն, որ հարստությունը, որը մենք ստանում ենք այս կյանքում, այս աշխարհում էլ մնում է։ Ձեռքերս դագաղից դուրս տանեք, որ բոլորը տեսնեն իմ ձեռքերը եւ ականջներին օղ անեն, որ անգամ աշխարհակալ Մակեդոնացին այս աշխարհից հեռացավ ձեռնունային։ Այսպիսով, իրականացնելով այս նախագծային աշխատանքը, մենք ավելի հակված ենք այն եզրակացությանը, որ Ալեքսանդր Մակեդոնացին եղել է հումանիստ առաջնորդ։ It's your